Զարայի Սահակյան եւ իմ տղայի ձեռքերը սա կապտուկների մեջ էր, որ Ամերիկա հասանք։ Մաշ, ըստ քեզ Women's Club-ում արված հումորից հեռուստադիտողների քանի տոկոսն է ծիծաղում։ Անբարոյականի կերպարը даже смешно։ Women's Club-ում ում հետ եք ամենամտերիմը։ Հիմա պետք է ամեն ինչ անեմ, որ Զիրյանին կներեք կպցնեմ։ Հայ տղամարդիկ ընկերություն անել չեն կարողանում։ Կանանց հետ։ Կանանց հետ։ Сволочи։ Հայերեն չես երգում։ Հայերեն։ А за тобою Արարատ։ 50 տարեկանում 25 զգացող, 25-ի աշխուժությամբ, առույգությամբ, ժպտերեսությամբ էլ ապրող, մեր շատ սիրելի Մաշա Մաթևոսյանն է թիվ թվաբանության տաղավարում, այսօր ուժերս փորձելու եմ նրա հետ։ Ողջույն եւ շատ շնորհակալ եմ, որ այս շոկ օրով եկաք հասաք մեր տաղավար։ Բարև ձեզ, ես եմ շատ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Դե 50-ը պետք չէ շեշտել, դե հիմա մարդը չգիտի դրա մասին։ Չի երևում, այնպես որ մոռացեք այդ թվերը։ Այսօր կտեսնեք, որ 25 է իսկական։ Ինչպես բեմում եւ ռադիոյում լսում ենք ձեր շքեղ ձայնը։ Խաղ ենք խաղալու Մաշա ջան, ռոբոտիկի հետ ծանոթացիր 9633 է անվանվում նա, արհեստական բանականությամբ է օժտված, մեզ հարցեր է տալու, թվային պատասխաններ են ենթադրում այդ հարցերը, մենք հարցերի պատասխանները գրում ենք գրատախտակին, ում թվային պատասխանը մոտ է ճիշտ պատասխանին, նա էլ հաղթում է։ Okay։ Գնացինք։ Գնացինք։ Միջինում քանի քաղաքացիական ինքնաթիռ է վթարվում 1 տարվա ընթացքում։ Ռոբոտիկը գիտի, որ Մաշան սարսափում է ինքնաթիռներից։ Ռոբոտ, ես քո հետ լավ եմ, դու ինչ ես իմ հետ վատ։ Վատ հարցով սկսեց հասկանում ես, միանգամից վախեցնում է։ Ոյ հաշվի առնելով, որ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիական ինքնաթիռներ։ Դες просто մի թիվ եմ գրում։ Թիվ, որ միջինում, այո, այդքան ինքնաթիռ ավիավթարի է ենթարկվում, այո։ Ես հիշում եմ, այս նախորդ ամիս էր կարծեմ, մի շաբաթում 3 ինքնաթիռ ավիավթարի ենթարկվեց եւ հաշվի առնելով այդ փաստը գրեցիք տարվա մեջ 7 օրտոգրամ։ Կտրուկ փոխվեց թիվը։ Լավ, ես էլ այդպիսի մի թիվ եմ մոտավոր պատկերացնում։ Պատտում ենք 3-2-1, Մաշայի կարծիքով սկզբում 7 էր, հետո շատ արագ դարձավ 17, իմ կարծիքով 19, լսենք ճիշտ պատասխանը։ Վերջին տարիներին քաղաքացիական ավիացիայում միջինում գրանցվել է մոտ 30 վթար, տարեկաններ առելով թե մահացու, թե ոչ մահացու դեպքերը։ 19 էր իմ թիվը եւ ես ավելի մոտ էի։ Այո։ Շատ վախեցար այս հարցից, դրա համար պարտվեցիր արագ։ Հասկանում եմ։ Չէ, անարդար չի, խաղը ծախած չի, ազնիվ խոսք։ Լավ Ռոբոտ ջան։ Քեզ տեսնենք։ Մաշ, ինչու ես այդքան սարսափում ինքնաթիռներից։ Բայց այս վերջի իմ ճամփորդությունը Կիպրոս են գնացել, երևի երկու հանգաման կար, որ տենց շատ չէի սարսափում, որտեղ առաջինը շատ կարճ էր, 1 ժամ 50 րոպե, իսկ հետադարձը ավելի կարճ, 1 ժամ 40 րոպե։ Մեկ էլ ռուսերեն ասեմ, он невысоко летел, то есть ես հատակը տեսնում էի ու տենց ավելի հանգիստ էի։ Իսկ զավեշտալի դեպքեր եղել են, որ ինքնաթիռում լինես ու ինչ որ արտառոց բան պատահի, գոռաս, ճչաս, չգիտեմ, ինչ որ էմոցիաներ, հույզեր արտահայտես։ Եթե ռուսերեն պատմեմ կարելի է։ Իհարկե կարելի է։ В ноябре летим с сыном в Москву, и я еще только должен был самолет залететь, я спрашиваю стюардессы, я говорю, скажите, пожалуйста, а вот когда вы сюда летели, трясло? Да нет, вообще не трясло. Окей. И вот мы только набираем высоту, и все это время, эти 2 часа трясло ужасно. Я спрашиваю у стюарда, я говорю, вот, ну вот скажите, пожалуйста, ну почему так трясет? Если бы вы знали, что было, когда мы сюда летели. Я говорю, мне стюардесс сказал, что не трясло. Говорю, а кто вам правду скажет? Это ладно, ляв, долетели, теперь, значит, через неделю летим обратно. Рейс, ага, это отзаквума, արդեն երևի մի 8 ժամ այդ ածկվել է։ Ու արդեն որ եկանք Դոմոդեդով аэропорт, հարցնում եմ ռեգիստրացիայում, ասեմ, ինչի է տենց հետ ածկվել։ Говорит, над Северным Кавказом смерч. Я говорю, я никуда не лечу. Ни за что, все, я остаюсь. Բայց թռակ վերջը, չէ՞։ Թրանք ու շատ երկար թրանք, երևի 4 ժամից ավել, ու արդեն որ վայրեջ կատարեց ինքնաթիռը ու հեռախոսները միացրեցինք,
Казахстан приветствует вас, Грузия приветствует вас, Турция приветствует вас. То есть, я так понимаю, он облетал вот это. Որ սմերջը բանջարն էլի։ Իսկ եղել է, որ արտառոց ձայներով արձագանքես ինչ-որ վայրեջքին, վերելքին, չգիտեմ, ինչ-որ ավելի զավեշտալի բան անձամբ քեզ հետ տեղի ունեցած լինի։ Իմ հետ երևի թե չէ, բայց մեր Զարայի Սահակյան եւ իմ տղայի ձեռքերը սա կապտուկների մեջ էր, որ Ամերիկա հասանք։ Я просто плакала, я не орала, я плакала и сжимала их руки. С одной стороны Зара сидела, с другой стороны Артем. То есть они вышли вот такие все в синяках, абсолютно. Վտանգավոր է ստրիչքների ժամանակ։ Առաջանքը որ դառնում ենք էլի Ամերիկա, через Париж, вот հիմա սաղ մեր խումբը քնած է, сволочи. Ես լացում եմ ու Air France-ի ստյուարդեսը ձեռս բռնած էս 4 ժամ դրնում են մենոնք սաղ քնած։ Ես Ռոբոտը գիտեր ինչ հարց տալ, որ լավ ծիծաղեի։ Տվել եմ, հա։ Գնացինք։ Դիմային քանի մկան է օգտագործվում ծիծաղելիս։ Հիմա էլ բժշկական գիտական հարցեր է տալիս։ Քանի մկան կա բայց դեմքի վրա։ Անատոմիայից շատ վատ եմ։ Ենթադրենք, պատտենք։ Դա։ Մաշայի կարծիքով 36, իմ կարծիքով 13, լսենք։ Ուժեղ ծիծաղի ժամանակ դեմքին ակտիվանում են շուրջ 20 մկան։ Ես եմ ավելի մոտ։ Ես եմ էլի ավելի մոտ, այ քեզ բան 2-0 է հաշիվը դառնում, բայց ոչինչ։ Ամեն ինչ արժևում է, դեռ 3 հարց ունենք եւ վստահ եմ, որ կկարողանանք հաշիվը հետ բերել։ Այդ 5 հարցն է, всё։ Ավելի շատ ես ուզում։ Խաղանք, անվերջ կարող ենք խաղալ, Այստեղ ենք։ Հենց այստեղ ենք։ Ռադիոից կուշացած։ Ես առավոտն է եթերի։ Ահա, բա ես նկարահանումից հետո ուր ես։ Բելաջո։ Ուրախ տեղա գնում, մեզ էլ կտանեք։ С удовольствием. Овորочейки. Робот գալիս ես։ Մաշ, ըստ քեզ Women's Club-ում արված հումորից հեռուստադիտողների քանի տոկոսն է ծիծաղում։ Օ, հեռուստադիտողը։ Հեռուստադիտողի։ Դե կարող ես ասել նաև նրանց, ովքեր տեղում նստած ունկնդրում են ձեզ։ Դե երևի հեռուստադիտողը մոտավորապես 70%-ը, իսկ մեր հյուրերը նկարահանման ժամանակ երևի մի 99%։ Բոլորը ծիծաղում են։ Այսինքն քո կարծիքով այնտեղ բեմում արված հումորը բավարար ծիծաղելի է լսողի համար։ Դե տարբեր հումորներ է լինում է որ հա իրոք չեն անցալում, բայց չէ, վստահ եմ, եթե գալիս են այդ ջան, եթե ամեն անգամ արդեն почти 7 տարի գալիս են, ուրեմն սիրում են։ Իսկ քեզ ինչն է ծիծաղեցնում սովորաբար։ Դժվար է ծիծաղում որպես հումորում եղած մարդ։ Երևի թե հա, որովհետև կավեն անցած մարդը дождвар ծիծաղում են. Скажем так, над ситуацией, просто над ситуацией я буду смеяться. А вот когда вот что-то написано, я не всегда смеюсь. Бывает, да, конечно, смешно. Мимика человека для меня гораздо смешнее бывает иногда, чем вот шутки или так далее. Но нет, почему смеюсь? Наверное, смеюсь. Я вообще веселый человек. Հա, մենք զգացինք մի անգամից։ Մաշ, իսկ եղել են դերեր, որոնցից հրաժարվել ես կամ հումորներ, որոնք չես ուզեցել բեմի вրա ասել, պատմել եւ մասնակիցը լինել այդ իրավիճակի։ Я могу сказать, что почти за эти 7 лет я каждый раз против, если речь идет о смерти. Я боюсь, вот, я даже боюсь шуток на эту тему, поскольку Луиза мիշտ այդ ուղղվրա են բանանում։ Որպես տարիքով մեծ իբրե։ Причем ես իրանից մեծ եմ, естественно։ Բայց միշտ մահին մոտ կանգնած է Լուիզա Ներսիսյանը։ Դե ես չաղն ու գեշն եմ, որ երրորդն է այդ տարիքն էլ իմ վրա բան չազդի այդ Լուիզային են տվել։ Ես դրան եմ դեմ, я действительно я не люблю шуток вот связанных с этим։ Ես գիտեմ, որ դու նաև մի քիչ դժվարությամբ ես խաղացել, գուցե առաջին տարիներին կամ ամենասկզբում մի քիչ անբարոյականի կերպարը, մի քիչ ավելի Չէ, անբարոյականի կերպարը ինձ համար դժվար չի։ Ես հարցազրույցներից մեկում լսեցի, որ ասում էի, որ մի քիչ այդ, հա, տեսարաններ կան եւ կերպարներ կան, որ քեզ դժվար են տրվում։ Դժվար են տրվում երևի լեզվի պատճառով։ Այդ ամենա իմ մեծ խնդիրը լեզուն է, բայց չէ, անբարոյականի կերպարը даже смешно։
не всегда приятно то, что каждый раз толстая, некрасивая. Причем несколько лет уже подряд. Но к этому тоже привыкаешь. Իսկ կա մեկնաբանություններ, որոնք քեզ դուր չեն գալիս։ Գիտեք ոնց երևի ամենասկզբից, որ допустим ոմասը սկսեց, ինձ տենց չէին ընկալում։ Բայց հետո через какое-то время արդեն բաներից, отзывներից, կոմենտներից տեսա որ չէ, սիրում են։ Вообще у меня мало плохих комментов։ Տեսնում եմ նաև դու հարցազրույցների ժամանակ շատ ասում ես, որ Women's Club-ի անձնակազմի հետ շատ մտերիմ եք, ընկերական, նույնիսկ ընտանեկան, ձեր սթորիներում եւ սոցիալական հարթակներում էլ դա երևում է։ Մի քանի արագ հարց ու պատասխան ենք հիմա անում, տեսնենք ում հետ ինչ մտերմություն է։ Պատրաստ ես։ Գնացինք։ Women's Club-ում ում հետ եք ամենամտերիմը։ Սոնա, Զարա, Տոմա։ Չէ, լավ, մի անում։ Չեմ կարա, կլինուս չեմ կարա։ Ոչ մի ոլորտում են, որ մի փոքր ավելի մտերիմ եք անգնած քեզ։ Չէ, серьезно, из девочек։ Աղջիկները բոլորը։ Հա։ Աղջիկները բոլորը, հասկացա, չենք նեղացնում։ Ում հետ կճամփորդեիր։ Ճամփորդել եմ Տոմայի, Սոնայի հետ, Զարայի հետ, չէ, Զարայի հետ եմ ճամփորդել Մոսկվայում գնացել։ Բայց ում հետ կճամփորդեիր։ Հենց հիմա երկու ուղետոմս ենք տալիս։ Տոմային է վերցնում, գնացինք։ Ում հետ կգնաս տեղը տեղին հաց ուտելու։ Տեղը տեղին հաց ուտելու, Զարան քիչ ուտող է, Տոման ինձանից շատ ուտող է, Սոնայի։ Տոմայի ջանից չէինք ասի, է։ Սոնայի։ Սոնայի հետ հաց ուտելու ենք գնում։ Ում հետ սրճելու եւ բամբասելու։ Զարայի ու Լուիզի։ Մեծերին ենք տանում բամբասելու, հետաքրքիր է։ Ում կզանգես պարտքով գումար խնդրելու համար։ Девочки, երբեք պարտքով գումար չեմ խնդրում։ Դե լավ, հենց հիմա շատ շտապ ասենք դրամապանակը ուղակի կորցրել ես, քարտերդ կորել են, շտապ պետք է ում ենք զանգում։ Всё равно и девочкам и мальчикам։ Չասեցիր էլի ով է ամենահարուստը։ Հարուստը։ Լուիզը։ Լուիզն է ամենահարուստը։ Իմացաք։ Ում կզանգես, երբ ուզում ես լացել ու սիրտդ բացել։ Զարային։ Իսկ Լևի ում հետ կգնաս։ Լևի։ Չեմ կարող ոչ մեկի հետ գնամ, բոլորն է զույգ ունեն։ Զիրոյանի։ Ընտիր, անցնում ենք հաջորդ հարցին։ Գնացինք։ Քանի տարեկանում է վերջին անգամ բեմ բարձրացել ամենատարեց կին հումորիստը։ Ամենատարեց կին հումորիստը։ Պատտենք, ոստվոցիմ, 91 Մաշայի կարծիքով, իմ կարծիքով 83, տեսնենք ով է ավելի մոտ։ Աշխարհի ամենատարեց կին հումորիստը Դիան Ֆորեստը իր վերջին բեմական ելույթը ունեցել է 88 տարեկանում 2023 թվականին։ Հուշեք, Մաշան է ավելի մոտ, իմ մաթեմատիկական գիտելիքները միանգամից չեն թույլ տալիս հասկանալով է ավելի մոտ, բայց դու մոտ ես, այնպես որ հաշիվը դառնում է 2-1։ 2-1, հոգուտ քեզ։ Այո, չէ, հոգուտ քեզ։ Հոգուտ ինձ, հոգուտ ինձ երեխեք։ Երբեք չեմ հիշում հաշիվը, երբեք։ Մաշ, ինչքան ես դեռ քեզ պատկերացնում բեմին եւ արդյոք կարող ես այս ռեկորդը անցնել։ Չէ, այդքան չեմ ապրի։ Ապրի։ Հա։ Ինչի։ Չէ, зачем։ Зачем։ Իսկ մի 10 տարի էլ զիքեք լավ է։ Դե չէ, լավ, 50-ում 10 տարին քիչ է։ Չէ, հետո ես մտածում որ 10 տարուց հետո ես կունենամ վիլաներ, բան կանեմ, կհանձնեմ, մարդիկ կապրեն, ես գումար կունենամ ու ինքս ուրիշ մի հատ վիլայում կապրեմ, նե բերիգու մորը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ գործով ես դու զբաղված, որ վիլաներ ես կարողանալու գնել։ Դա չեմ ասի, դա ռոբոտը ասի։ Տակից գործ ես անում։ Իհարկե։ Չենք իմանում։ Հենց հիմա տակից գործ եմ անում։ Լավ, իսկ բեմում քեզ իսկապես քանի տարի ես դեռ պատկերացնում։ Երեխեք, չգիտեմ։ Իհարկե կուզենայի, որ ավելի երկար դա տևեր, բազմիցս ասել եմ, ինձ թվում է, եթե այս ամենը ինձ մոտ վերջանա, ես ուրեմն վեշերս հավաքել եմ, գնամ Մոսկվա։ Ինչու։ Բայց այդտեղ ոնց գումար վաստակեմ։ Բա այնտեղ ինչպես ես վաստակելու։ Այնտեղ կվաստակեմ։
Խնդրում եմ, եթե հիմա հրապարակավ չես ուզում ասել, հետո ինձ WhatsApp-ին գրի, ես էլ եմ հասնելու 50-ին, ինձ էլ է պետք գալու դեռ։ Մաշ, իսկ ռադիոյում ես ավելի լավ զգում քեզ, թե բեմին ու հումոր անելիս։ Ռադիոյում հումոր անելիս։ Скажем так, երևի թե ռադիոյում ոնց ինչպես ձուկը ջրում։ Որտեվ ամենամեծ իմ երազանքը եղել է իմ ռադիոն։ Ուժը հավաքի շարունակում ենք։ Սա հավաքած։ Գնացինք։ Spotify-ում հայ երգչի ամենահայտնի երգը քանի անգամ է լսվել։ Ոյ դե պարզա որ երգն է, բայց դե Որը։ Քեզ խնդրում եմ մի գնա։ Էլի մեծ թիվ գրեց։ Պտտենք։ Հա։ 37 միլիոն Մաշայի կարծիքով, 20 միլիոն իմ կարծիքով եւ մենք կարծում ենք, որ այդ երգը քեզ խնդրում եմ մի գնան է։ Լսենք։ Spotify-ում ամենատարածված երգը Ռոզալինի Snap-ն է։ Այն գերազանցում է 110 միլիոն լսումը։ Դու մոտ ես, ինչքան էլ որ երկուսով հեռու ենք այդ թվից, բայց դու ավելի մոտ ես, հա Snap-ն է փաստորեն եւ ոչ միայն Եվրատեսիլի ամենադիտված եւ ամենալսվածն է կարծեմ, փաստորեն նաեւ Spotify-ում որպես հայկական երգ։ Դու երգում ես։ Ի բարեբախտություն մեզ, շատ սիրուն ես երգում եւ մենք այսօր քեզ պիտի երգացնենք։ Վայ մամա ջան։ Պատրաստ ես։ Այստեղ ձայնդ կբացես, որ գնաս գործ։ Մի րոպե։ Ձու պետք է խմել։ Չէ, ձու պետք է ուտել։ Հարց եմ տալիս ու ըստ այդմ երգում ես։ Օ գոսպեդի։ Գնացինք։ Ինչ կերգի Մաշան լոգարանում ցնցուղի տակ։ Պատկերացրու դուշը միացրինք։ Я водяной. Ты что-то серьезно ожидала? Չէ, ինչ որ Никто не водится со мной. Внутри меня водится. Ну что с таким водиться? Фу, какая гадость. Эх, жизнь моя жестянка. Да ну ее в болото. Սա իրավիճակային երգեցիր, իսկ եթե ցնցուղի տակ կանգնած ես լինում, ինչ ես երգում, բարբերաբար։ Не судите меня строго. Չէ։ Բայց իմ ամենատենց գործ անելու երգը, դուշի տակ, ցնցուղի տակ լողալու երգը, А между мною и тобой века, мгновения и года, сны и облака. Я им к тебе сейчас лететь велю, ведь я тебя еще сильней люблю. Спасибо, спасибо. Ծափահարում են, որ տանը երգում ես։ Չէ, մեկ խնդրում են ձենս կտրեմ։ В основном երեխաս։ Մամ, սուս։ Մամ նորմալ բան կերքես, մամ մի հատ Eminem կերքես, ասեմ դա շես։ Eminem կերքես։ Չէ։ Eminem-ը կնեղանա պետք։ Դե իմ մարդ։ Եվ նրանց սիրողները կնեղանան։ Ինչ կերքի Մաշան, երբ սարսափելի վատ վիճակում է։ Ու սարսափելի վատ վիճակում։ Դու կմիացնենք։ Պամ պամ բաբամ, պամ բաբամ, բաբամ բաբամ։ Խորոնի։ Ուսույն ասկն է ինչ շարունակություն ունի։ Պամ բաբամ, բաբամ, բամ։ Չէ լավ սարսափ։ Սարսափ։ Տխուր կարող է լինել, ինչ որ լցված, երբ ներսում է ինչ-որ բան։ Видимо, շատ սարսափելի երգ պետք է լինի։ Мурка, ты мой муреночек, Мурка, ты мой котеночек, Мурка, Маруся Климова, прости, люби, Мава։ Իհարկե ես այդ երգը երբեք չեմ երգի, պրոստը զզվում եմ շանսոն երգելուց։ Ինչ կերքի Մաշան, երբ բուրըն սիրահարված լինի։ I wanna run to you, ooh, I wanna run to you, la da di da da, չէ, վիճի ֆալշեր, մոռացեք դրա մասին չեմ երգի։ Լավ, ուրիշ, ավելի մեղեդային երգ կարող է լինել։ Հայերեն չես երգում։ Հայերեն, а за тобою Арарат։
Կոլանջերին է Արարատ, աշխարհ է Արմենիան։ Չէ լավ հայերեն։ Լավ երջերի կացրած։ Շատ ուրախանցնում, շնորհակալ եմ։ Արեգակ նորից դու պիտի ծագես, վաղը քո երջանիկ ժամը պիտի գա, բայց գիշերնի մութ վերջ ունի կարծես։ Մոռացա, խոսքեր ասեք։ Հանդիպման ոսկի հեքիաթ չկա, ինչ որ տենց մի բան։ Հանդիպման չէ, ուրիշ խոսքեր։ Հանդիպման չի։ Դա ոսկի հեքիաթ չկա։ Կներեք, ես իրոք միշտ մոռանում եմ խոսքերը։ Просто Իսկ երբ բեմին ես ամբողջ եթե ռուսերեն եմ երգում կամ անգլերեն եմ երգում, просто անկապ խոսքեր եմ երգում։ Действительно, ինքս ինչ որ խոսքեր եմ հորինում։ Դեպի մի անգամ Armenia TV-ում երկրի գանձերի ժամանակ երգում եմ Vivat Karol երգը։ Ու ժվո եմ երգում։ Ու կեսից հասկանում եմ, որ ես չեմ հիշում բառերը, բայց նա որ քանի տարի ես այդ երգը երգել եմ, բանի դամարակ վերցնել երգը։ Ու հասկանում եմ հիմա ինչ պետք է անեմ։ Պրոստը սկսում եմ երգել ու հիշում եմ բեմից որ իջնում էի, Աննա Խաչատրյանը ասաց, «Սենց թվում է քեզ դատի են տալ»։ Մաքսիմալ խախտել։ Ինչ մտքումս կար, ես պրոստը երգում էի, անկապ բառներ։ Կարևորը ինքնավստահությունն է դեպքում։ Իսկ եղել է որ Women's Club-ի բեմում սցենարը չհիշես։ Այո։ Իսկ այդ դեպքում ինչ ես անում։ Դե եղել է իհարկե որ պրոստը ստոպ էինք տալիս։ Միշտ խնդրում եմ մերոնցից, որ ինձ սցենարը մի քիչ ավելի շուտ ուղարկեն, որտեղ հա ինձ համար խնդիր է։ Լեզվական չէ հավանաբար։ Ու այս վերջերս երևի մի 2-3 ամիս առաջ երևի մի օր շուտ եմ պրոստը ուղարկում այդ սցենարը, ես ու Զիրանը, Զարան, հա, իրեքով էին, ու ամենավերջում Բոնին են մտնում։ В общем, ես բժիշկուհի եմ, Զարան ու Զիրանը ամուսիններ, ու Զիրանը մտնում է, ես սիրահարվում եմ։ Հիմա պետք է ամեն ինչ անեմ, որ Զիրանին կներեք կպցնեմ։ Ես էլ ակնաբուժ եմ, բայց որ արդեն ամեն ինչը խնդրում եմ, որ հանի, որովհետև տենց է պետք աչքերը ստուգել, ամեն ինչը հանի, որ աչքերը ստուգել, քան հետաքրքիր սցենար։ Շատ լավ բժիշկ եմ, ամենավերջում պետք է ասեմ շալվարդ հանի, բայց մոռացել եմ, որ արդեն այդ բանը ինձ թվում է, հələ ինչ որ բան պետք է ասեմ, ու կողքից Բոնին զակուլիսը մի Զիրանը սենց շալվարը, ասեմ չէ շալվարը չէ, ու պնդում եմ որ էլ շալվարի, աղ չի ասա շալվարը թանի, ասեմ չէ էլ ուրիշ բան պետք է անես սպաս։ Այդ տարբեր բաներ է լինում, բայց մեր ամենամոռացողը Լիլիներ։ Հա, քեզնից առաջ Լիլիներ, հետո դու։ Չէ, Լուիզն էլ է մոռանում։ Հա։ Մաշ, ինչ կերքի Մաշան, երբ Պուգաչովային փոխարինի մեծ բեմում։ Օ, երևի թե իմ ամենասիրած երգը, բայց շատ տխուր երգը։ Ոչինչ։ Уж сколько их упало в эту бездну, разверстую вдали, настанет день, когда я исчезну. С поверхности земли застынет все, что пело и боролось, сияло и рвалось. И зелень глаз твоих, и нежный голос, и золото волос. Марина Цветаева, Խոսքերն։ Спасибо. Շատ սիրուն երգ է։ Շատ տխուր։ Շատ տխուր։ Մաշ, շարունակենք խաղալ։ Այո։ Գնացինք։ Քանի հայկական ֆիլմ է ներկայացվել Օսկարի մինչև 2024 թվականը։ Հայկական ֆիլմ, բարբերաբար ներկայացվում է ափսոս շորթ լիստում, սովորաբար չի հայտնվում։ Պատտենք։ 11 Մաշի կարծիքով եւ 16 իմ կարծիքով, տեսնենք։ Մինչև 2024 թվականը Հայաստանից 14 լիամետրաժ ֆիլմ է ներկայացվել Օսկարի լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ անվանակարգում։
մեկ ֆիլմ է կարծեմ, չէ, հայտնվել շորթ-լիստում, ամերիկացիներ, այո։ Դիտել ես ֆիլմը։ Իսկ ֆիլմեր դիտում ես հաճախ։ Հաճախ չեմ կարող ասեմ, որ շատ հաճախ եմ դիտում, ես ավելի շատ կարդալ եմ սիրում։ Չէ, кино тоже люблю, բայց читать больше։ Փոքր տարիքում համոզմունք ունեիր, որ տղաների հետ ընկերություն անելը քեզ մոտ ավելի լավ է ստացվում, քան աղջիկների։ Ինչ է փոխվել մինչև այս օրերը։ Չէ, հիմա համ աղջիկների հետ եմ լավ ընկերություն անում, համ տղաների հետ, բայց փոքր ժամանակ հայրոք տղաների հետ ավելի հեշտ էր։ Եվ ասում ես, որ հայ տղամարդիկ ընկերություն անել չեն կարողանում։ Կանանց հետ։ Կանանց հետ։ Այ ինչից հետո ես եկել ես եզրակացությանը։ Կոմպլեքսը։ Կոմպլեքսներ։ Մի քիչ կբացես, ինձ հետաքրքիր է քո փորձառությունը եւ եզրակացությունը ինչի հիման վրա է։ Русские мужчины, они свободнее, чем армянские мужчины. Русские мужчины, как это объяснить, чтобы было не очень грубо? Ոնց կա այդպես էլ ասա։ Смотри, и мужчины, и женщины, когда знакомятся, в первую очередь, это на сознании, просто на самосознании. Это не из-за того, что каждый человек, когда знакомится с противоположным полом, в первую очередь видит в нем, скажем так, объект желания. Это нормально. То есть для каждого человека, это и любой психолог, так скажет. Вот. Скажем так, понятно, что это первое впечатление. Второе впечатление, ты понимаешь, ты смотришь уже на человека как на человека, как на личность, и уже общаешься с ним как с личностью. То есть, допустим, свободный мужчина, это и русский мужчина, я так думаю, европейский, американский, он очень быстро переходит эту грань и смотрит на тебя как на человека. С армянским мужчиной это сложнее. Ему сложнее представить себя в качестве друга. То есть, да, с мужчиной нормально, он может дружить прекрасно. С женщиной дружить как это... Армянскому мужчине это непонятно, что с женщиной можно дружить. Для него женщина это в первую очередь мать, я не знаю, жена, дочь, но никак не друг. Բայց ունես տղա ընկերներ հայ, որոնց հետ մտերիմ ես եւ որոնց հետ ստացվել է հաղթահարել այդ բարիերը, այսպես ասած։ Ունեմ, բայց русских мужчин друзей у меня больше. Հենց ռուսազգի տղամարդիկ են, Ռուսաստանում, скажем, Ռուսաստանում։ Հա, բայց հայազգի են։ Հայազգի ամենամտերիմ ընկերը, ամենամտերիմ ընկերը ինքը հայ է։ Հա, ես գիտեմ, որ նրա ընտանիքի հետ շատ մտերիմ շփվում ես, կնոջ հետ։ Եվ այդպես։ Շատ լավ, հետաքրքիր էր իսկապես։ Մաշ, տղատ ինչով է զբաղվում, ինչ է ուզում դառնալ եւ արդյոք ապագան պատկերացնում է հայրենիքում, թե այ որ որոշես գնալ Մոսկվա, իրան էլ հետդ տանելու ես։ Ինչով է զբաղվում, ինքը շատ լավ է սովորում ու 8-րդ դասարանը վերջացել է մի հատ 8-ով քիմիայից։ Ինքը զբաղվում է 24 ժամ բասկետբոլով, даже տունը Даже ինչ-որ դասանելուց ինքը մեկը մի ձեռը իրա գնդակաբանը, в общем, у буквально երեք հարցրեց մամա's меня получится крутой баскетболист, да, Тём, естественно, получится, да չեմ կարող կոտրեմ երեխային, բայց միգուցե իրոք ստացվի։ Բայց այդ դեպքում Հայաստանում մի քիչ դժվար է լինելու։ Իր կյանքը չի պատկերացնում Ռուսաստանում ընդհանրապես, կարող է ինչ-որ մի ուրիշ երկրում պատկերացնում, Ռուսաստանում ոչ։ Очень соответственно чей узена, ирок чей узена, потому что при всех минусах у нас жить лучше. Դե Արտյոմ ջան, քեզ տեսնենք, մամայի ցանկությունները հերթով կիրականացնես, իսկ մենք այսօր ավարտում ենք հույսով, որ նորից կհանդիպենք եւ այսքան ուրախ կանցնի նորից։ Շնորհակալ եմ շատ պոզիտիվ է, այնպես ինչպես սպասում էի եւ այնպես ինչպես պատկերացնում էի, այնպես էլ անցավ։ Շնորհակալ եմ դրա համար։ Ես էլ եմ շնորհակալ, Այդա ջան, я честно могу сказать, я не представляла вообще, о чем передача. Я никогда в жизни ее не видела. Но Аида классная, передача классная. Робот, ты не классный. В общем, вам долгих лет жизни, очень красивая, очень женственная, худая, что мне не может нравиться в принципе априори. Не судите строго, я надеюсь, что я была не очень противной.
Չէ, շատ լավ ժամանակ անցկացրինք, բնականաբար այս տրամադրությունները նաև փոխանցեցինք մեր բոլոր դիտողներին եւ նույնիսկ տեսախցիկներից այն կողմ գտնվող մեր գործընկերները փաստում են դրա մասին, այսպիսի գլխի շարժումներով։ Մաշա Մաթևոսյանն էր մեր տաղավարում, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։